Մայիսի 1-ը աշխարհի ավելի քան 100 երկրում նշվում է որպես տոնական օր։ Այսօրը ոչ աշխատանքային օր է, ինչպես նաև մեր հանրապետությունում է այդպիսին, բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված տոնական, այնպես որ ինչպես հաղորդման սկզբում նշեցինք, կարող եք մասնակցել այդ միջոցառումներից շատերին վայելել Երևանի այս գունեղ օրը։ Աշխատանքի օրվա առթիվ այսօր տեղի կունենա նաև պանելային քննարկում աշխատանքն ու աշխատողն այսօր, մարտահրավերներն ու առաջնահերթությունները խորագրով։ Միջոցառման նպատակն է ձևավորել մասնագիտական բաց եւ կառուցողական երկխոսության հարթակ, բարձրացնել ոլորտի առաջնահերթ խնդիրները, քննարկել դրանց լուծման հնարավոր ուղիները եւ խթանել բազմակողմ համագործակցությանը։ Ինչ է սպասում միջոցառմանը, որոնք են այսօրվա առաջնահերթություններն ու մարտահրավերները կպարզենք մեր հյուրի հետ, Հայաստանի արհամարհությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյան։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք, նախ շնորհավորում ենք, այսպես ձեր մասնագիտական տոնն է նաև փաստորեն։ Ես եմ շնորհավորում եւ ոչ միայն մեր մասնագիտական տոնն է, նաև բոլոր աշխատողների տոնն է, որովհետեւ սկսած 19-րդ դարի կեսերից, երբ աշխատողները Ավստրալիայում, Ամերիկայում, Կանադայում եւ հետագայում արդեն այլ երկրներում, ինչպես նաև մեր տարածաշրջանում 100-ամյա պայքարի եւ զոհերի արդյունքում ձեռք բերեցին 8-ժամյա աշխատանքային օր եւ դրանից հետո մի շարք այլ նվազագույն երաշխիքներ եւ այսօր մենք բոլորս ունենք այդ նվազագույն երաշխիքները, ոչ միայն 8-ժամյա աշխատանքային օր, այլ նաեւ վճարովի արձակուրդ, ամենօրյա հանգիստ, անաշխատունակություն ժամանակավոր ունենալու եւ վճարվելու հնարավորություն եւ մի շարք այլ սոցիալական երաշխիքներ, որոնք մեզ տրամադրված են մեր սահմանադրությամբ, աշխատանքային օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով։ Իհարկե այս իմաստով միանշանակ այսօր տոն է եւ ես սիրով շնորհավորում եմ բոլորիս ձեռքբերումները նշելու համար։ Իրականում ասում ենք տոն, նշում ենք տոն, բայց տոնը իրավունքներից եկող մի բան է։ Իրավունքների մասին է խոսքը, ժամանակին դա տոն չէր լայն առումով։ Եվ այսօր, որքանով է պաշտպանված առհասարակ աշխատող մարդու իրավունքը, իրավունք պարտականություն, եկեք համեմատություն անցկացնենք։ Շնորհակալություն, այո, մենք նշեցինք ձեռքբերումների առումով տոնը եւ մենք նշում ենք, բայց իհարկե սրանք այն նվազագույն երաշխիքներն են, որոնք ունենք եւ այսօր սկսենք նրանից, որոնք ամրագրված են այն երաշխիքները, հա, օրինակ օրենքով, մենք ունենք այսօր տոնական օր է, ամենափոքր բանը։ Մենք կամ պետք է երկրկնակի վճարվենք այսօր աշխատելու համար, կամ պետք է մեր աշխատանքային օրենսգրքով կամ այլ լրացուցիչ օր պետք է ունենանք, ազատ կամ արձակուրդի օր պետք է, այո։ Այս տեսեք մեկ ընդհանրեն օրինակ է, որը օրենսդրությամբ մենք արդեն ունենք եւ իրականում մի շարք նմանատիպ երաշխիքներ ունենք, որոնք ուղղակի չենք իրացնում, այսինքն կամ գիտենք չենք պահանջում, կամ շատ հաճախ ուղղակի չգիտենք։ Սա մեկ խնդիրն է, այսինքն արդեն իսկ ամրագրված, արդեն իսկ մեզ օրենքով մեզ համար սահմանված երաշխիքները եւ իրավունքները մենք չենք իրացնում, չենք պահանջում, չենք միավորվում, չենք փորձում, նույնիսկ իմանալով հանդերձ։ Սա մի խնդիրն է եւ դրանք բազմաթիվ են նմանատիպ հարցերը եւ մյուս խնդիրը, որ դեռ մեր օրենսդրությունը իհարկե լավարկելու կարիք ունի եւ հենց սրան է նվիրված մեր այսօրվա միջոցառումը, ինչպես դուք նշեցիք, արհամարհությունները այսօր Հայաստանի արհամարհությունների կոնֆեդերացիան, որը միավորում է 188,000 արհամարհության անդամների 18 ոլորտային կազմակերպություն ճյուղային միություններով, կազմակերպում է այս միջոցառումը պանելային քննարկումների շարք, որին հրավիրված են ազգային ժողովից, նախարարությունների ներկայացուցիչներ, փոխնախարարներ, մարդու իրավունքների պաշտպանը, աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմնի ղեկավար կազմը եւ իհարկե արհամարհության անդամները, ներկայացուցիչները եւ ղեկավարները եւ այս համատեքստում մենք քննարկելու ենք այն բոլոր խնդիրները, որոնք այսօր առկա են, օրենսդրական բացերը կապված առողջ եւ անվտանգ աշխատանքի հետ, որովհետեւ այսօր մենք գիտենք, որ առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելը նույնպես աշխատանքային օրենսգրքով դրված է գործատուի վրա, բայց որքանով են դրանք պահպանվում եւ որքանով են առկա այլ նորմատիվ իրավական ակտեր, որոնցով հնարավոր է արդեն իրականացնել փաստացի, ամեն ոլորտ ունի իր նորմերը աշխատանքի առողջ եւ անվտանգ աշխատանքի ապահովման առումով եւ այստեղ մենք իհարկե ունենք մեծ աշխատանք անելու միասին։
խախտվում են աշխատանքային իրավունքները, սա միանշանակ է եւ մենք միշտ բարձրաձայնում ենք դրա մասին, արմատությունները կոչված են նաեւ ներկայացնել եւ պաշտպանել այդ իրավունքները, մենք երաստիճան համակարգ ունենք, օրինակ առաջնային կազմակերպությունում աշխատողները 3 աշխատող կարող է միավորվել եւ ստեղծել արմատություն եւ ստանալ օրենքով երաշխավորված արդեն իր իրավունքները, ինչպիսին են բացառիկ իրավունքներ ունի արմատությունը իմիջայլոց այս առումով, ի տարբերություն այլ հասարակական կազմակերպությունների, մենք ստանում ենք բանակցելու իրավունք, կոլեկտիվ բանակցություններ վարելու գործիքակազմ, գործադուլ հայտարարելու բացառիկ իրավունք, ունենալու ավելի լավ աշխատանքային պայմաններ աշխատավայրում, քան սահմանված է աշխատանքային օրենսգրքով եւ կոլեկտիվ պայմանագիրը այս առումով կդառնա օրենք աշխատավայրում, որը ավելի լավ պայմաններ է սահմանում աշխատողների համար, այս գործիքակազմը արդեն իսկ մենք ունենք աշխատանքային օրենսգրքով։ Ճյուղային եւ հանրապետական մակարդակում, ես ասացի, մենք երաստիճան ենք, մենք արդեն աշխատում ենք ոլորտային գերատեսչությունների եւ գործատուների հետ, ինչպես նաեւ հանրապետական մակարդակում կառավարության սոցիալական գործընկերն ենք եւ գործատուների հանրապետական միության, որով մենք արդեն օրենսդրական գործընթացների քաղաքականությունների մշակման վրա ենք ներազդում, որոնք լինեն ավելի սոցիալական եւ ավելի աշխատողներին միտված, ինչպես ասեմ, ինձ հետաքրքիր է ինչ առաջնահերթ խնդիրներ կան, որոնց մասին օրինակ դուք խոսելու եք եւ այժմ կարող ենք բարձրաձայնել, թե ինչ խնդիրներ են առկա աշխատաշուկայում, մի քանի այսպես կարևորները, որ գուցե մարդիկ նաեւ դիտեն եւ ասեն, այ ճիշտ են ասում։ Սկսեմ այն նրանցից, որոնք ամրագրված են աշխատանքային օրենսգրքով, բայց չեն պահպանվում։ Օրինակ, ես մեկը նշեցի, անվտանգության խնդիրներն են, շատ մեծ բաց ունենք այստեղ իրականում, որովհետև տեսեք նույն շինարարության ոլորտը, գյուղատնտեսության ոլորտը, սպասարկման ոլորտը, աշխատողները ամեն օր բախվում են առողջությանը վնասող եւ այդ պահին վնասող եւ հեռահար հետևանք ունեցող մի շարք խնդիրների, որը չի պահպանվում, մինչդեռ այդ պայմանները ստեղծելը դրված է գործատուի վրա։ Շատ կարևոր է նաև աշխատանքային իրավունքների ամրագրումը հենց սկզբից, այսինքն մենք պիտի ունենանք աշխատանքային պայմանագիր, որովհետև շատ դեպքերում պարզապես երբեմն ստորագրում են անգամ պայմանագրին չնայելով մարդիկ։ Նույնիսկ եթե ստորագրում են եւ չեն նայում պայմանագրին, պարտադիր պիտի ունենանք այդ պայմանագիրը, որպեսզի մենք գործենք գոնե նվազագույնը աշխատանքային օրենսդրության դաշտում։ Որովհետև տեսեք, արձակուրդ է, օրինակ, նվազագույն արձակուրդը 20 աշխատանքային օր է Հայաստանում։ Ուրեմն լինում է, որ պայմանագրում դա նշված է, դա էական պայման է, անպայման նշված է լինում պայմանագրում, տրամադրում են, վճարում են, կամ շատ դեպքերում չեն վճարում եւ ասում են նորից կշարունակեք գալ աշխատանքի։ Խախտում է միանշանակ կամ այդ տոնական օրերը, որ նշեցի։ Անկախ նրանից կես դրույք են, թե մեկ դրույք, բոլորին հասանելի արձակուրդը հավասար է։ Այո, բոլորին հասանելի արձակուրդը հավասար է։ Նաև, եթե դուք աշխատում եք համատեղությամբ, օրինակ, եւ պետք է գնահատականության եւ տնտաբերության արձակուրդ, սա էլ է երկու տեղից դուք իրավունք ունեք ստանալու գումարը եւ վերցնելու միաժամանակ այդ տնտաբերության տնտեսության աճը կտրուկ բարձրանում է այս տեղեկատվությունից հետո։ Իրականում երբեմն այո, տեղեկացված չեն լինում մեր հավելները։ Իրավեկման մեծ բաց կա միանշանակ։ Գործատուին ձեռք չի տալիս իմանա այդ մասին, աշխատակիցը երբեմն։ Տեսեք, աշխատողը ինքն էլ պետք է իր նվազագույն իրավունքները փորձի իմանալ։ Մենք նաև օրինակ շատ խախտումներ արձանագրում ենք, երբ որ աշխատանքային պայմանագրի փոխարեն կնքվում է ծառայությունների մատուցում, այսինքն քաղաքացիական պայմանագիր, հետեւաբար ավելի թույլ է դառնում։ Այստեղ մենք գործում ենք քաղաքացիական իրավունքի դաշտում եւ կողմերը արդեն պատվիրատուն ու կատարողն են, ոչ թե գործատուն ու աշխատողը։ Հետեւաբար այն բոլոր երաշխիքներ, որի մասին մենք նշեցինք, այլևս չեն աշխատում։ Եվ աշխատանքային պայմանագիրը, այսինքն այդ երաշխիքները, որոնք տրված են աշխատողին, գործուղում գնալու, արձակուրդ ունենալու եւ այլն, մեծ սպեկտր այլևս չկան։ Աշխատեք կնքել աշխատանքային պայմանագրեր եւ ոչ թե պահանջենք իրազեկված լինենք։ Շահերից բխում է օրինակ ծառայությունների մատուցում։
Տեսեք, դրանք կախված են հարաբերությունների տեսակից։ Իհարկե, կան դեպքեր, երբ ծառայություն ենք մատուցում, օրինակ փաստաբանը ծառայություն է մատուցում, կամ ինչ որ ծրագրի շրջանակում ներգրաված փորձագետը ծառայություն է մատուցում միանշանակ։ Որոշակի ժամանակահատվածի համար։ Սակայն երբ մեր այս ծառայություն մատուցելու դեպքում պատվիրատուն պարտավոր չէ ապահովել ձեզ համար պայմաններ, որ դուք այդ ծառայությունը մատուցեք։ Այսինքն սա իրավահարաբերության լրիվ այլ տեսակ է եւ դա միտված է արդյունքին։ Հարաբերությունը քաղաքացիական միտված է ծառայության արդյունքին։ Ես վճարեցի, ստացա այս արդյունքը եւ avարտվեցին մեր իրավահարաբերությունները։ Աշխատանքային հարաբերությունները միտված են աշխատանքային գործընթացը կազմակերպելուն, որտեղ գործատուները օգտագործում են քաղաքացիների աշխատանքը։ Այսինքն սա ընդհանուր գործընթացին միտված երկարաժամկետ սոցիալական բարեկեցություն ապահովելու նպատակով իրականացվող, առկա հարաբերություններ են աշխատանքային հարաբերություններ, որ եւ դրանք կտրուկ տարբեր են, հետեւաբար մենք պետք է ձևակերպենք մեր աշխատանքային հարաբերությունները որպես եւ օգտագործենք մեզ տրված գործիքակազմերը որպես աշխատողներ եւ արհմիությունը նույնպես որպես լավագույն տեղում լուծումներ ստանալու գործիքակազմ մեր աշխատանքային իրավունքները իրացնելու եւ որտեղ որ բաց է բարելավելու նպատակով։ Տիկին Նազարեթյան, հատկապես որ ոլորտների աշխատողներն են, որոնք առավել խոցելի են, որոնք առավել քիչ են տեղեկացված, հասկանալի է, որքան այսպես կրթական ցենզն է բարձրանում, աշխատավարձի չափն է բարձրանում, ավելի տեղեկացված են, չգիտես ինչու լինում։ Ովքեր են այդ խոցելի հատվածը։ Հիմնականում մրցունակության խնդիր ունենք այսօր աշխատաշուկայում։ Իհարկե այն մասնագետներ, որոնք իմիջիալոց տոկոսային առումով բավականին քիչ են մեր մոնիթորինգների արդյունքում, ովքեր գիտեն, որ իրենք պահանջարկված են, իրենք ավելի իրազեկված են իրենց իրավունքներից եւ ավելի պարտադրող են գործատուի հետ բանակցելիս իրենց երաշխիքների համար։ Որոնք են օրինակ այդ մասնագիտությունները։ Դրանք ոլորտից փոխում եմ։ Հիմնականում IT ոլորտն է, HR ոլորտն է, իրավաբանության որոշ լեվելի որոշ մակարդակի ամեն ոլորտում իրական մենք չենք կարող առանձնացնել ոլորտ։ Մենք կարող ենք առանձնացնել յուրաքանչյուր ոլորտում լավ մասնագետ։ Այսօր մենք դժվար ենք գտնում օրինակ միջին մասնագիտական կրթության բարձր որակավորման մասնագետներ, ինչպիսին օրինակ զոդողն է, հոսանքի էլեկտրոնիկայի մասնագետներն են։ Եթե դրսում են նրանք պահանջված մասնագետներ։ Պահանջված են, այո, եւ Հայաստանում են պահանջված, բայց ցավոք սրտի այսօր այդ ուղղությունները անասնաբույժներն են, ագրոնոմներն են, հա, այսինքն մենք այսօր տեսնում ենք գյուղատնտեսություն, ջերմատնային եւ այլ ուրեմն աճ։ Եթե խոսում ենք, այսինքն ամեն ոլորտում կան մասնագիտություններ եւ մասնագետներ, որոնք որակյալ են եւ որոնք բնականաբար ովքեր որ կարող են արդեն թելադրել որոշակի պայմաններ։ Ինչքան նվազում է մրցունակությունը աշխատողի, այնքան իհարկե ավելի դժվար է իրեն անհատապես պայքարել իր իրավունքների համար, որովհետև վաղ կա, որ իրեն հեշտ կփոխարինեն, բայց այստեղ նույնպես արհմիությունը լավ գործիք է, որովհետև դա 1-2 հոգու չի վերաբերում, սա նույնպես շատ աշխատողների խնդիրն է, սակայն մի այսպիսի լրացում անեն, բոլոր ոլորտներում էլ խախտվում են աշխատանքային իրավունքները։ Ավելի շատ խախտվում են ոչ ֆորմալ լրագրության մեջ։ Ավելի շատ խախտվում են ոչ ֆորմալ աշխատողների իրավունքները, այսինքն դրանք են չգրանցված աշխատողները, սպասարկման ոլորտը, հիմնականում շինարարության ոլորտը, գյուղատնտեսության ոլորտը, բայց ասեմ նաև որ լրագրության ոլորտն էլ բացառություն չէ, որովհետև շատ դեպքերում, նույնիսկ իհարկե լրագրողները իրազեկված են, պրոֆեսիոնալ են, բայց շատ դեպքերում աշխատանքային հարաբերությունները միշտ չէ որ գրանցվում են, միշտ չէ որ պահպանվում են այդ նորմերը, եւ ասեմ որ բավականին վտանգավոր աշխատանք եք նաև կատարում շատ դեպքերում։ Դրացուցիչ կաթմացուն է պետք պահանջել, ինչպես խորհրդային միության ժամանակ էր։ Նույնպես եմ ուտում, ոչ այն ինձ այլ բենեֆիտներ կտա խնդրում։ Իրականում գիտեք ինչ եմ նկատել, անդադար նշվում է, փնտրվում է այսինչ մասնագետը, այնինչ մյուս կողմից էլ խոսում ենք աշխատանք չկա։ Այստեղ որտեղ է խնդիրը։ Շատ
բարդ համակարգային խնդիր եք իրականում բարձրացնում, որովհետև այս խնդիրը սկսվում է կրթությունից։ Այսինքն երկար տարիներ խոսվում է կրթություն աշխատաշուկա անհամապատասխանության մասին եւ պետք է նշեմ, որ ոչ միայն խոսվում է, իրական բավականին քայլեր արվում են այդ ուղղությամբ եւ մենք արմիություններ նույնպես հատկապես արմիությունների կոնֆեդերացիայի մակարդակով ակտիվ մասնակցում ենք բոլոր օրենսդրական քննարկումներին եւ բարեփոխումներին, որովհետեւ հենց կրթությունից է սկսվում նաեւ մշակույթը այն մասով, որ այդ իրավագիտակից քաղաքացի ունենալու եւ ճիշտ ուղղորդվելու, թե ինչ մասնագիտություն պետք է ընտրես, ինչպիսի բացեր կան, այսինքն մենք ինչ որ ժամանակահատված ունեցել ենք պոպուլյար մասնագիտություններ, տնտեսագետների, իրավաբանների եւ այն, որ այսպես շատ են քանակով ստացվել եւ դրա փոխարեն ունեցել ենք վարկանիշային անկում մյուս մասնագիտությունների, որոնք այսօր բարձր պահանջարկ ունեն եւ բարձրատրվում են։ Եվ այստեղ այսօր իհարկե իրականացվում է քաղաքականություն բուհերի միջին մասնագիտական կրթությունների հետ կապված, որպեսզի մենք կարողանանք այս բացը գնալով լիացնել նաև գործատուների միությունների եւ արմիությունների հետ համատեղ իրականացվում են նման աշխատանքներ։ Մենք նաև արմիություններս տարբեր միջին մասնագիտական կրթահամալիրներ, նաև բուհեր, նաև բարձր դասարանների ավագ, ուրեմն քոլեջներ, ավագ դպրոցի կարգավիճակ ունեցող մուտք են գործում եւ առաջնային աշխատանքային իրավունքների հետ ենք ծանոթացնում մեր աշխատաշուկա մտնող երիտասարդներին, որովհետեւ այստեղից է սկսվում այդ մյուս հաջորդ սերունդը, որ արդեն ավելի այսպես տերը լինելու իր իրավունքին եւ նաեւ որպես գործատու գիտակցելու է այդ մշակույթը աշխատանքային հարաբերությունները, որտեղ այսօր եթե դուք բարձրացնում եք խնդիր, մեկ հոգի եթե բարձրացնում եք խնդիր, հա գործատուն դա իրավաբանական անձն է, ՊՕԱԿ-ն է, ՍՊԸ-ն է եւ այլն, բայց աշխատողը գործատուի տնօրենը գործատուի ներկայացուցիչն է, բայց եթե մենք տնօրենի հետ խոսում ենք, ստացվում է, որ մենք անձնապես իր հետ ենք խնդիրում, այսինքն մշակույթի նաև փոխելու խնդիր է եւ այս ուղղությամբ նույնպես մենք իրազեկման աշխատանքներ ենք տանում։ Շնորհակալ ենք, այո, տանքային նաև քննարկման դաշտում։ Շնորհակալ ենք, որ եկաք մեզ հյուր, շնորհակալություն մեր հեռուստադիտողներին դիտելու համար, դիտենք գովազդ եւ դիմավորենք մեր հաջորդ հյուրին։